Բանակի մարտունակության և կարգապահության հիմքը նաև գիտելիքն է։ Բանակում զինվորները ստանում են ոչ միայն ռազմական գիտելիքներ, նրանք հնարավորություն ունեն օգտվելու մասնագիտական և գեղարվեստական գրականությունից։ Դավիթ Հոսիկյանը բանակ զորակոչվելուց առաջ էր դեռևս որոշել դառնալու է ֆինանսիստ։ Արցախի պաշտպանության բանակի զինվորը ուսումը շարունակելու է զորացրվելուց հետո։ Երազանքին հասնելու համար Դավիթին օգնում է Զորամասի գրադարանը։ Հիմնականում ստեղ պատմության հայրենիքին վերաբերող գրքեր են, բայց դե մաթեմատիկային վերաբերող գրքեր էլ կան, դրանցից է օգտվում եմ ես հիմնականում, այդ ամեն ինչը չմոռանալու համար։ Մի խոսքով կան գրքեր, որ ուղղությունով որ ընտրել ես շարունակես ուսումը, այդ ուղղությունը ընդգրկող գրքեր կան, որ կարող ենք դրանցից օգտվել եւ ամեն ինչը չմոռանալ այս 2 տարվա ընթացքում։ Գրադարաններ կան գրեթե բոլոր մեծ զորամասերում, սակայն այսօր դրանք նոր գրքերի կարիք ունեն։ Գրադարանից իհարկե օգտվում եմ, բայց քանի որ ասեն գրականությունը միշտ նույնն է լինում, հետեւաբար օգտողների քանակը ընթերցելուց հետո, քանի որ գրականությունը այնքան բազմազան չէ, օգտողների քանակն էլ քիչ են։ Եվ նաև տենդենս կա, որ նոր գրականության ձեռքբերման դեպքում օգտողների քանակը շատանում են։ Զորամասերի գրադարանները նոր գրքերով հարստացնելու յուրօրինակ նախաձեռնությամբ են հանդես եկել Երևանի պետական համալսարանի երիտասարդական համալսարանականների միավորում հասարակական կազմակերպության անդամները։ Նրանք որոշել էին գրքեր նվիրել Արցախի պաշտպանության բանակի Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի եւ մյուս բնակավայրերի մեծ զորամասերին։ Յուրաքանչյուր անգամ, երբ լինում ենք մենք առաջին գծում, մենք պարզապես հպարտություն ենք զգում, որ մեր զինվորները այսքան խելացի են, այսքան ամուր են, այսքան պինդ են կարճած իրենց հայրենիքին։ Եվ իսկապես հավատում ենք մեր զինվորներին, հավատում ենք նրանց բասկի ուժին, հավատում ենք նրանց խելքին եւ մենք էլ երիտասարդներս պետք է մեր հնարավորության չափով փորձենք ել ավելի օգտակար լինել ազգային բանակի հզորացմանը, քանի որ սա յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր մեր քաղաքացու պարտականությունն է։ 3 օր շարունակ երիտասարդ համալսարանականները եղան զորամասերում եւ առաջին գծում ծանոթացան իրենց այն հասակակիցների հետ, որոնք ուսանողական լուսավոր լսարանները փոխարինել են խրամատներով, իսկ ուսանողական համեմատաբար թեթև կյանքը զինվորական պատասխանատվությամբ։ Ինձ համար ոչ թե զարմանալի էր, այլ հաճելի անակնկալ էր, որ ավելի լավ էին պայմանները, քան այն պայմանները, ինչ որ գիտեր ժողովուրդ, ասենք 10-15 տարի առաջ, ավելի հաճելի մթնոլորտ էր ձևավորված զուտ մարդկային հարաբերությունների մեջ, թե սպայական կազմում, թե զինվորների կազմում։ Համալսարանականները որոշել են հաճախ լինել զորամասերում։ Ուսանողների այցելությունների այսպես ասած թիրախը շարունակելու են մնալ այն զորամասերը, որտեղ զինվորները պաշտպանում են հայրենիքի առաջին գիծը։ Մկրտիչ Իսրայելյան, Արտակ Ներսիսյան, Ազդարար, Արցախ։